Բարև, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն, այսօր իմ զրուցակիցն է Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը, բարև ձեզ, պարոն Խուրշուդյան։ Պարոն Խուրշուդյան, այսպես մի քիչ մեծ թեմաներից խոսենք, հետո կդառնանք երևի հայաստանյան նաեւ ներքաղաքական զարգացումներին, տեսեք, Միացյալ Նահանգները միացավ Իրանի դեմ հարվածներին, այսպես պատերազմին որպես այդպես ինչի միացել, բայց արդեն հարվածներ հասցրել է մի քիչ նենգաբար, այսպես բանակցությունների ֆոնին, հա, ընդհանուր համապատկերում այդ որ թվում էր թե հեսա կարող է սայլը տեղից շարժվել, ինչ որ համաձայնության գալ ու մեկ էլ հանկարծ Թրամփի հրամանով այնտեղ 3 օբյեկտներին Միացյալ Նահանգները հարվածում են եւ ըստ էության բավական ծանր վիճակում են հայտնվում դիվանագետները այս դեպքում, որովհետեւ այս ֆոնին բանակցել կամ ակնկալել, որ Թեհրանը կգնա բանակցությունների մի քիչ այսպես ֆանտաստիկի ժանրից է, հա, ինչ որ ժամանակ գոնե պետք է անցնի։ Ինչու Թրամփը այդպես վարվեց։ Գիտեք, Միացյալ Նահանգներում ինստիտուցիոնալ քաղաքականությունը, որը որ մենք սովոր ենք դրան միշտ, հիմա փոխարինվել է անձակենտրոն քաղաքականությամբ եւ Թրամփը շատ դեպքերում որոշումներ է կայացնում զուտ իր հույզերի ներքո առանց խորհրդակցելու նույնիսկ իր ամերձավորագույն պրոֆեսիոնալ ինչ-որ մարդկանց հետ, շրջապատի հետ եւ այսպեսի վարկած եղավ, որ Fox News-ը այնպեսի ողջավորությամբ է հաղորդել իսրայելական օդուժի հարվածների մասին, դրանց հաջողության մասին Իրանին, որ նա այսպես վատ է զգացել, որ բա մենք, հա, բա այդ փառքի լավրերը հասնելու են միայն Նետանյահուին, բա ինձ, հա, ու որոշել է դե որ ամեն ինչ այսպես լավ է գնում, օդն էլ փակ է արդեն ըստ էության իրանական օդուժի եւ հակաօդային պաշտպանության համար եւ լիովին բաց է արտաքին միջամտությունների համար, դա ինչի չօգտվել դրանից եւ ռետորաբանությունը նաեւ իր առաջի այդ գիշերային ասուլիսի ժամանակ եթե նկատել եք, ես առաջի անգամ տեսնում որ որևէ երկրի ղեկավար իր իսկ կատարած գործողությունները այդ աշճանի փառաբանի, գովերքի, գովա, այսպեսի ամենա այսպես ճոխ բառերով նու տեսանելի է որ ինքը ժամանակին հերոստանգերությունում է աշխատել, բայց այդ աշճանի որ դա կարող է ազդել միջազգային քաղաքականության վրա Միացյալ Նահանգների քայլերի վրա, դա մի քիչ անկանխատեսելի էր եւ ցավոք սրտի դա բերում է նաեւ Միացյալ Նահանգների հեղինակության անկմանը աշխարհում, դա նոր առաջի դեպքը չի, հա, նաեւ այս տարիֆների քաղաքականությունը, որը ըստ էության բերել է նրան, որ Չինաստանը լինելով ավտորիտար երկիր, հիմա ինքն է միջազգային իրավունքի պահապանի դիրքերից հանդես գալիս, միջազգային տնտեսական հարաբերությունների չխաթարման դիրքերից է հանդես գալիս, հա, այս ամեն ինչը բերում է նրան, որ նաև դաշնակիցներ է կորցնում Միացյալ Նահանգները, հա, այդ տարիֆներից առաջ էլ իր հարևանների հետ գշտվել է, Կանադայի, Մեքսիկայի հետ, ասելով, որ մեր նահանգը պետք է դառնա Կանադան կամ Գրենլանդիան ուզենա գրավի, որը իր դաշնակցի մասն է կազմում Դանիայի, հա, ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Այս բոլոր քայլերը ցույց են տալիս, որ շատ անձնակենտրոն, էմոցիոնալ, ինչ որ բաներից դրծված քայլերի կարող է դիմել, որը հենց Միացյալ Նահանգների համար վտանգավոր են, մանավանդ որ այս հարվածները դեռ մեծ հարց է թե որևէ էական արդյունք տվեցին, թե չէ, որովհետև եւ իրանցիներն են ասում, որ վաղուց տարհանել են այդտեղից այդ ցենտրիֆուգները հարստացման եւ ընդհանրապես այդ սարքավորումները եւ հարցել էր, որ այդ 100 մետր խորության վրա, որ նույնիսկ Միացյալ Նահանգների ռումբերը կարող է չհասնեն, հա, բա լավ խփեցինք, ինչ իմացավ Թրամփ, որ միանգամից հայտարարեց, որ վերջ, այս բանը միջուկային ծրագիր Իրանի փակվեց։ Այդ է, էլի, այսինքն էմոցիոնալ ինչ որ ցանկությունների վրա հիմնված, PR-ին ուղղված, PR-ին միտված քայլեր, որը որ սխալ հաշվարկի արդյունք են նաև, ընդհանրապես հաշվարկի բացակայության։ Տարիֆների պահով տեսեք, ինքը շատ կտրուկ քայլեր արեց, հետո տեսավ ինչ վատ հետևանքների է բերում, սկսեց նա հետ նահանջանել։ Նույն Չինաստանի պահով անդադ ասում էր, որ չինացիները խնդրում են, որ իմ հետ հանդիպեն, բայց պարզվում է ինքն էր խնդրում, որ գոնե դեմքը փրկելու համար հետ քայլ անի այդ տարիֆներից, որը որ առաջի հերթին Միացյալ Նահանգների տնտեսությանը հարվածեց եւ սպառողներին։ Նույնը մյուս բոլոր ուղղություններով Ուկրաինան մենք տեսնում ենք, ինչ խոստումներ նա տվեց, որ մի օրում այդ հարցը կլուծի, մի օրը դարձավ արդեն կես տարի, ոչ մի հարց չի կարողացել լուծել, ավելին գնալով էսկալացիան մեծանում է եւ այլն։ Ուզում եմ ասեմ, որ դա իհարկե նաև ամերիկյան ընտրողների համենայնիվ այն հատվածի, որ ընտրեց Թրամփին, չպատրաստված լինելու հետևանքն է, պատահական չի, որ կրթական ցենզը Թրամփի ընտրողների կտրուկ տարբերվում էր այն ընտրողների կրթական ցենզից, ովքեր ընտրել են Հարիսին, հա, եւ կամ միջև այդ Բայդենին։ Եվ դա նաև նոր տենդենց է համաշխարհային քաղաքականության վրա
ցածր ցենզ ունեցող ընտրողների ազդեցությունը, հա, եւ դա միայն Միացյալ Նահանգների հարց չի, նաեւ Եվրոպայում, Գերմանիայում մասնավորապես, հա, պոպուլիստների ազդեցությունը մեծանում է հենց հիմնվելով այդ ցածր ցենզ ունեցող, կրթական ցենզ ունեցող մարդկանց վրա, ում հեշտ է մանիպուլացնել, էմոցիաների վրա խաղալ, դավադրապաշտ ինչ-որ բաների մեջ ներգրավել եւ այլն։ Այստեղ հայկական ավանդական հարցն է առաջանում, բա վերջը։ Դե վերջը ունենք ինչ որ ունենք, Հայաստանից կախված բաներ չեն դրանք եւ մենք պետք է ընդհանրապես համակերպվենք եւ բացի համակերպվելուց հասկանանք թե ինչպիսի քաղաքականություն Հայաստանը պետք է վարի, որ այսպես տարբեր օթային հոսանքների տակ խնդիրներ չունենա, հա, այսպես ասենք, որովհետեւ այնպես չէ որ Իրանում էլ սրբեր են նստած, հա, հասկանալի է որ իրենք էլ այնտեղ իրենց խնդիրներն են առաջ քաշում միջուկային իրենց ցանկությունների, ինչքան էլ որ հայտարարում են որ միջուկային զենք չեն պատրաստվում ստեղծել, ինչքան էլ որ շեշտը դնում են զուտ հարստացման իրավունքի վրա, ուրանի հարստացման, բայց ամերիկացիներն ասում են, սա արդեն Տրամպի հետ կապ չունի, դա միշտ է ասվել, որ հա, եթե ուզում եք, մենք խնդիր չունենք, եկեք այնպիսի պայմաններ համաձայնվեք, որ վերահսկողական լինեն ՄԱԳԱՏԷ-ի կողմից ձեր հանդեպ, որ վստահ լինի միջազգային հանրությունը, որ դուք քանի անգամ համաձայնվեն։ Նու, հա, անցած անգամ համաձայնվեցին Տրամպը խախտեց էլի Տրամպը նախորդ իր պաշտոնավարման։ Այստեղ գիտեք ամենատարօրինակն ու հետաքրքիրը որն է, որ ըստ էության Իսրայելը բոլորը գիտեն, որ ունի միջուկային ծրագիր, զենք եւ այդ թվում նաեւ զենք, Իսրայելը հրաժարվում է աշխատել միջուկային էներգիայի կազմակերպության հետ, ՄԱԳԱՏԷ-ի հետ, Իրանը համաձայնում է, չգիտես ինչու պատժամիջոցների անվտանգ հայտնում է Իրանը եւ ոչ Իսրայելը ըստ էության ոչնչացման քաղաքականություն է վարում Պաղեստինում եւ եթե հանուն արդարության ասենք օրինակ, հա, եկեք անկեղծ լինենք, օրինակ Ռուսաստանը Ուկրաինայում ոչնչացման քաղաքականություն չի վարում, այնպես չէ՞ որ քաղաքները հերթով հնձում են։ Հնձում են։ Մարիուպոլը եթե տեսնենք ինչ արեց, չէ, հասկանալի է, դե Մարիուպոլը կներեք առաջին գծում էր ինքը հա տես դատապարտված էր դրան։ Ընդհանուր առմամբ եմ ասում։ Պաղեստին որպես այդպեսին գոյություն չունի։ Չկա գազայի հատվածը գոյություն չունի որպես այդպեսին փոշի է մնացել։ Բայց չգիտես ինչու նույն Եվրամիությունը ինչ որ անատամ ինչ որ հայտարարություններ է անում։ Միացյալ Նահանգների մասին չենք խոսում, հա, եւ այս դեպքում թիրախում հայտնվել է Իրանը, հա, որովհետեւ այնտեղ այաթոլլաների իշխանությունն է, հա, մենակետե պատճառով։ Իրականում պետք է ճանաչել աշխարհը, ես այդ լրիվ համաձայն եմ, այդ երկակի ստանդարտները նաեւ Արցախի հարցում գործեցին, մենք տեսանք, հա, երբ որ մի ամբողջ ժողովուրդ դեպորտացիայի ենթարկվեց եւ առանձնապես մեծ ճնշումներ չեղան Ադրբեջանի հանդեպ, առավելագույն եղավ Եվրոխորհրդից նրան խորհրդանական վեհաժողովից վտարելը։ Ուկրաինայի մասով այդքան իհարկե համաձայն չեմ, Խարկովն էլ շատ ծանր իրավիճակում է, առաջնագծի հարց չկա, թիրախային ռմբակոծում են ռուսները հենց բնակելի շենքերը, ուղղակի սարսափեցնելու համար Ուկրաինայի բնակչությանը, բայց համաձայն եմ, որ Գազայում էլ պակաս ծանր իրավիճակ չի եւ այո, 17-ից 20,000 երեխա է միայն զոհվել, իսկ 50-60 հազարի հասնող զոհերի մեծ մասը տարեցներ են, կանայք երեխաներ են։ Եվ այն որ Իսրայելը անընտրողաբար օգտագործում է նման զենքեր եւ կարող է մի համասականի մասին ինչ որ ինֆորմացիա ունենալով մի ամբողջ շենք ոչնչացնի նրա բնակիչներով, իդեպ այնպես չի որ դա վրդովմունք չի առաջացնում արևմուտքում, մենք տեսնում ենք որ նույն Միացյալ Նահանգներում, Եվրոպայում բավականին մեծ հակազդեցություն կա դրան, ճիշտ է, ճնշումների չի հասնում պետությունների կողմից, բայց միջազգային կառույցները, օրինակ Հաագայի դատարանը Նետանյահուին վաղուց դատապարտել է, ոչ թե դատապարտել է, հետախուզում է հայտարարել, ըստ էության քրեական գործ կա նրա վրա, ռազմական հանցագործությունների համար, իրեն եւ իր պաշտպանության նախարար Հոլանին, որ ինքը հանեց, որին հանեց, բայց չգիտես ինչի դա չխանգարեց որոշ երկրների, այդ թվում Հաագայի միջազգային դատարանի անդամ երկրների եվրոպական ընդունել Նետանյահուին, նույն Պոլշայի իր այցը նկատի ունեմ, ասելով որ այդ մասով չենք ընդունում, չաշնակում դու կամ ընդունում ես դատարանի իրավասությունները կամ չես ընդունում, կամ անդամ ես, կամ անդամ չես։ Մի խոսքով, այդ իմաստով իհարկե այդ երկակի ստանդարտները խորանում են հատկապես այս միջազգային իրավունքի թուլացման ֆոնի վրա, որը թուլանում է հենց Տրամպի նաև ձեռամբ։ Եվ այդ սերտ համագործակցությունը Նետանյահուի հետ Տրամպի բերել է նրան, որ Տրամպին արդեն ուղիղ մեղադրում են, հատկապես ժողովրդավարները եւ ցախականները Միացյալ Նահանգների, որ ինքը ուղղակի սպասարկում է Իսրայելի քաղաքականությունը մերձավորալուքի հաշվի Միացյալ Նահանգների շահերի եւ Միացյալ Նահանգների ժողովրդի շահերի։
Եվ դա չի կարող իր ազդեցություն չթողնել առաջիկա ընտրությունների ընթացքում, ես նկատի ունեմ կոնգրեսում վերընտրությունները միջանկյալ, որը մյուս տարի տեղի կունենան, եւ ես վստահ եմ, որ կկորցնի Տրամպը, եւ միայն այս հարցով չէ, բոլոր իր սխալ քայլերի հետևանքով կկորցնի մեծամասնությունը թե սենատում, թե կոնգրեսում։ Դե ենթադրում եմ, որ գործը նույնիսկ կարող է հասնել իմպիչմենտի։ Արդեն հիմա խոսում են, որ ինքը ապօրինի է ձեռնարկել այդ հատուկ պատերազմական գործողություն արել, որը առանց կոնգրեսի, առանց կոնգրեսի։ Ինքը ասում է դա պատերազմ չի, դա թիրախային հատուկ գործողություն է, ոնց որ ռուսներն են ասում, հատուկ գործողություն Ուկրաինայում։ Իսկ այդ դեպքում ինքը իրավունք ունի, ոնց որ նաև Սուլեյմանին սպանեց, հա, թիրախավորեցին, էլի ասում է հատուկ գործողություն, ռազմական պատերազմական գործողություն չի։ Հիմա ոնց կգնահատեն, ամեն դեպքում գնահատողներն էլ էլի կոնգրեսն է, որը մեծամասնություն դեռևս ունի, Տրամպը կոնգրեսում էլ, սենատում էլ, իսկ դատարանները այսպես շատ թեական վիճակում են, Գերագույն դատարանում ինքը ունի մեծամասնություն, թեև այդ մեծամասնությամբ հանդեպ նույնիսկ Գերագույն դատարանը որոշ ոչերներ կայացրել է իր դեմ։ Տեսեք, այս ամեն ինչի համապատկերում շատ քննարկվեց Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Ստամբուլ, Էրդողանի հետ հանդիպումը, քաղաքական եւ հասարակական գործիչների մի խումբ, այսպես դա գնահատեց դրական իմաստով գնահատական տվեց, ասելով, որ նման դեպքերում Հայաստանի նման երկրները, հատկապես Հայաստանի, չի կարող չունենալ ինչ որ ռազմավարություն զսպիչ այն իմաստով, որ ռիսկերի կառավարում եւ այլն եւ Թուրքիա այցը հենց այդ դրամաբանության մեջ էր, կա բնականաբար նաեւ դրա հակադիր թևը, որը Նիկոլ Փաշինյանին եւ ոչ միայն Նիկոլ Փաշինյանին մեղադրեց, ասեց այ դուք ես Հայաստանը տալիս եք Թուրքիային, դուք այ Ռուսաստանի դեմ եք դուրս եկել, բայց ոչ թե որովհետեւ Հայաստանի ինքնիշխանության համար եք պայքարում, այլ պարզապես Մոսկվան փորձում եք փոխարինել Անկարայով։ Հիմա պետք էր այդ այցը, թե պետք չէր։ Իհարկե պետք էր եւ արդեն ինքը այցը մեծ նշանակություն ուներ այդ փաստը այցի, անկախ նրանից որ ռեալ ինչ որ արդյունքներ սուտարարկայական չունեցանք, ավելին ասեմ, թե միջև այցը բավականին բացասական այսպես ուղերձներ եղավ Թուրքիայի կողմից, մի օր առաջ այցից Մարաշում Էրդողանը խոսում էր Խոջալույի դեպքերի մասին, ինչ որ մի բանաստեղծի ոտանավոր էր մեջբերում Ալիևի ներկայությամբ եւ ընդամենը 1 օր հետո այցից հետո իսլամական համագործակցության կոնֆերանսը ընդունում է բանաձևեր Հայաստանի դեմ։ Թվով 5։ Այո, թվով 5, դրանցից մեկում էլ բավականին լուրջ, հենց հիմնական բանաձևը, բացի այդ առանձին բանաձևից, հիմնական բանաձևում խոսվում է ինչ որ ադրբեջանցիների վերադարձի իրավունքի։ Արևմտյան Ադրբեջանի իրավունքների, այսպես ասած։ Նու արևմտյան Ադրբեջանը ընդգծված էր, այդ կեղծ եզրույթը կար, դրան գումարած նաև հետևողականորեն Հայաստանից վտարված արևմտյան ադրբեջանցիների իրավունքների մասին։ Ինչ որ նաև մսկիթների պղծման Հայաստանում եւ այլն, այսպեսի անհետ բաներ կար եւ ըստ էության իսլամական համագործակցության կազմակերպության անդամային երկրները, որոնք մենք մտածում ենք միշտ որ կարող է համեմատաբար այսպես չեզոք լինեն Հայաստանի հարցում կամ գոնե որոշ դրական ինչ որ բաներ Հայաստանի օգտին անեն հաշվի առնելով Ադրբեջանի աջակցություն Իսրայելին, նույն Իրանը, հա, բայց մենք չտեսանք առանձնապես նման բաներ եւ դա ցավալի է իհարկե եւ դա ցույց է տալիս որ այո Հայաստանը նախ պետք է փորձի մաքսիմալ նվազեցնել ռիսկերը հարևանների հետ կապված եւ Թուրքիայի հետ այցը դրանով կարեւոր էր եւ երկրորդը պետք է արագացնի եվրոինտեգրման իր գործընթացները մի համայնք որտեղ մենք գոնե մշակութային առումով քաղաքակրթական առումով նույնն ենք նույնական ենք սվո ենք հա իրենցական ենք հա յուրային ենք եւ այդ իմաստով իհարկե Հայաստանի վերջի շրջանի քաղաքականությունը ակտիվացնել դիվերսիֆիկացումը նաեւ մեր արտաքին քաղաքականության, որը նաեւ ընդդիմության է առաջացնում բերում եւ հանդիմանության է բերում որոշ շրջանակների կողմից թե Ռուսաստանում թե Ռուսաստանից Հայաստանում կառավարվող շրջանակների դա ցույց է տալիս որ ճիշտ ճանապարհի վրա է իշխանությունը եւ ցավոք սրտի նաեւ այդ դիմադրությունը կարող է լուրջ ինքն իր մեջ սպառնալիքներ պարունակել որտեղ մենք տեսնում ենք արդեն ներգրավում ոչ միայն եկեղեցու վերնախավի, որը նախ անցած տարվանից էր արդեն սկսվել, եւ ոչ միայն նույնիսկ հեղաշրջման կոչեր, ընդ որում ռազմական հեղաշրջման կոչեր
եկեղեցական վերնախավի կողմից, որը որ չգիտես ինչի դատապարտման չի ենթարկվում նույն կաթողիկոսի կողմից, դե ֆակտո կաթողիկոսի արդեն, քանի որ արդեն հարցն է ինչքանով անպատասխանում է դիրքին, բայց մյուս կողմից ներգրավում են նոր ուժեր, իդեմս ռուս օլիգարխների, ռուսահայ, այսպես ասենք, օլիգարխների։ Ես ուզում եի կներեք այդ մասին փոքրինչ ուշ, բայց քանի որ դուք եկաք այսպես տրամաբանական շղթայով ձեր խոսքի, եկաք հասակ այդտեղ, հիմա տեսեք, նախորդ անգամ ամիսներ առաջ էր դուք էլի այստեղ հյուր էիք մեզ։ Դուք ասացիք, կանխատեսեցիք ավելի ճիշտ, որ առաջիկայում Ռուսաստան տեղեկատվական պատերազմի դաշտի այսպես սահմանները ընդլայնելու է Հայաստանի դեմ կամ գործող իշխանության դեմ, ով ինչպես ուզում է թող նա գնահատի, եւ հիմա տեսեք, դուք խոսեցիք հոգեվորականների հոգեվորած դասի որոշ ներկայացուցիչների, չասենք բոլորի, որտեղ բոլորը չեն այդպեսին։ Նման խոսույթով հանդես գալիս նկատի ունեմ։ Մեկ էլ հանկարծ հայտնվում է Սամվել Կարապետյանը, որը շատ երկար ժամանակ Հայաստանում չէր եղել, որի ըստեյության ես արդեն չեմ էլ հիշում 20 թվականից այս կողմ ընդհանրապես Սամվել Կարապետյանի անունը երբևէ կամ որևէ տեղ քաղաքական իմաստով քննարկվել է, թե ոչ, ըստեյության պատերազմի ժամանակ էլ քաղաքական չի եղել քննարկումը, որտեղ այնտեղ օգնություն հասցնել եւ այլն, ինչի համար իդոպ ես շատ անձամբ շատ շնորհակալ եմ Սամվել Կարապետյանին, հալալ է իրեն, բայց հիմա Սամվել Կարապետյանը Հայաստանում հայտնվեց եւ տեղի ունեցավ այն, ինչ որ տեղի ունեցավ։ Դա պատահականություն էր, որ հիմա եղավ, թե դա այն էր, ինչ որ դուք ասում եք, այսինքն տեղեկատվական պատերազմի շրջանակում Սամվել Կարապետյանը հայտնվեց, իր համար ոչ այնքան ճիշտ եւ ոչ այնքան լավ ժամանակահատված։ Իհարկե պատահականություն չի կարող լինի, մոտենում են խորհրդարանական ընտրությունները մյուս տարվա եւ մի տարին նույնիսկ քիչ էլ է արդեն այդ ակտիվացման ուղղությամբ եւ պատահական չի հենց այդ ֆիգուրի ընտրությունը Ռուսաստանի կողմից, որտեղ ինքը լիովին վերահսկել է, այն որ դուք նշում եք, որ ձենձուկ չէր գալիս Իրանից, այնպես չի, որ ինքը հիմա էլ շատ մեծ հաճույքով մտավ այս ամեն ինչի մեջ։ Ընդհանրապես բիզնեսը չի սիրում աղմուկ, բիզնեսը չի սիրում քաղաքականություն եւ մի հոգու արդեն գործուղել այն ժամանակին, որ հացավոք սրտի հիմա հայտնվել է Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին, հիմա Սամվել Կարապետյանը մնաց իրենց գործիքակազմում, դե Արա Աբրամյանն ընդհանրապես հեղինակություն ունի Հայաստանում, ոչինչ չի արել։ Բայց կա Կարեն Կարապետյան, որը այսպես բավական հեղինակություն ունի դեռ։ Չի ասի։ Սամվել Կարապետյանը այնքանով հեղինակություն ունի, որ այստեղ ինչ որ բարի գործեր է արել, այսպես ասենք, որոշ ներդրումներ է արել, չնայած ներդրումը ամեն դեպքում շահութաբեր ձեռնարկ է, դա բարեգործություն չի կարելի համարել, բայց ամեն դեպքում ինչ որ լավ գործեր արել։ Հայաստանի համար նույնիսկ ներդրումն է կարևոր, հա։ Եվ իրեն շատ թե քիչ նորմալ են վերաբերում։ Բացի դա նա ունի այստեղ ցանցեր, խոշոր բիզնեսներ եւ այդ ոչ միայն էլեկտրական ցանցերն են նկատի ունեմ ձեռնարկությունների ցանցեր, որոնք որ ունեն աշխատակիցներ, որոնց պարբերաբար հնարավոր է օգտագործել նաև տարբեր միջոցառումներին ակտիվացնելով, դրթելով կամ ստիպելով մասնակցել կամ ընտրություններին գնալ ինչ-որ ձևով քվեարկել։ Բացի այդ, ինքը թիրախավորված է նաև արևմուտքի կողմից, արևմուտքի իրավապահ մարմինների կողմից, հատկապես իր սեփականությունը, վերջերս Ֆրանսիային ինքը դատի տվեց իր 120 միլիոնանոց կալվածքը ֆրանսիական քաղաքներից մեկում, չեմ հիշում արդեն Նիցայում էր որտեղ էր, ուրեմն սառեցնելու համար սեփականության իրավունքը, քանի որ համարում են, որ դա Գազպրոմին է իրականում պատկանում, ինքը ուղղակի միջնորդ այսպես ֆիգուր է, քողացածկույթն է, հա, այդ սեփականության իրավունքի, ինքը դա բողոքարկում է հիմա։ Բայց ամեն դեպքում ինքը սանկցիոն ցուցակներում է մի խոսքով արևմուտքի։ Եվ այդ ամեն ինչը իրեն դարձնում է շատ հարմար ֆիգուր Ռուսաստանի համար, ել չեմ խոսում նրա մասին, որ ընդհանրապես միլիարդատերեր է Ռուսաստանում բոլորը ով ուզում է լինի, լիովին վերահսկվում են ՖՍԲ-ի կողմից, որտեղ ուղղակի թույլ չեն տա նրանք հարստանան եւ այդպիսի կապիտալների տիրապետ են, եթե նրանք չվերահսկվեն։ Եթե նրանք չվերահսկվեն, դա նշանակում է, որ նրանք կարող են այդ կապիտալի մի մասը, օրինակ, օգտագործել անդիմությանը ֆինանսավորելու ռուսական, չէ՞, կամ այնպիսի քայլեր անել, որ Ռուսաստանի իշխանությունը շարից չի բխում։ Մենք տեսնում ենք նման դեպքերում ոնց են վարվում իրենք այդպիսի մարդկանց մեծահարուստների հետ Լևոն Հարապետյան ձեզ օրինակ։ Էլ չեմ խոսում այն միլիարդատերները, օլիգարխները, ովքեր որ այս ռուսական պատերազմը Ուկրաինայի դեմ սկսելուց հետո որոշեցին տեղափոխվել Եվրոպա եւ գլուխները խախանդ են դեղ ապրել եւ այնտեղ հանգարց իմանում ենք ինչ որ 7-րդ հարկից իրենց էլ ընտանիքի անդամներին դուրս են շպրտում եւ մահանում են այդ մարդիկ։ Էլ չեմ խոսում մնացած միջև այդ դեռ դեպքերը թունավորումների այն մարդկանց, ովքեր որ հավատարիմ չէին գտնվել Ռուսաստանի վերնախավի եւ իշխանությունների հանդեպ։ Այնպես որ Սամվել Կարապետյանը գիտի իրեն ինչ է սպասում, եթե ինքը իրեն իջեցված հրահանգները չկատարի։ Եվ այդ իմաստով նույնիսկ ես չգիտեմ, ինքը գուցե ավելի ապահով տեղում է հիմա, քան եթե ինքը լավ չկատարեր են հանձնարարականները, որ իրեն Կրեմլից իջեցրել են։
Հիմա ներքաղաքական դաշտում փորձ է արվում համախմբվել միանգամից երկու գաղափարի շուրջ, հայ առաքելական եկեղեցու, հայաստանյան Սուրբ առաքելական եկեղեցու շուրջ եւ Սամվել Կարապետյանի շուրջ, այսինքն արմատական ընդդիմությունը փորձում է երկու երևույթները փոխկապակցել եւ դարձնել այսպես պարանի նման մի բան, հա, որը կսկսի արդեն բացելով ճանապարհը առաջ տանել ընդդիմությանը, բայց այնպեսի տպավորություն է, որ ընդդիմությունը ինքն էլ հաճույքով այդ ամեն ինչ չի անում, այնպես մի քիչ թորոմաց են, հա, կարելի ասել, այստեղ ընդհանրապես բան չկա, ես հումոր անել չեմ պատրաստում, պարզապես այնպեսի տպավորություն, որ ընդդիմությունը իրական չի ցանկանում իշխանափոխություն։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, ես բազմաթիվ անգամ պնդել եմ, որ այն ինչ որ մենք հիմա անվանում ենք ընդդիմություն, դա նախկին քրեա օլիգարխիայի մնացորդներն են, դրանք քաղաքական կառույցներ չեն, հա, կրիմինալ ավելի շատ հիմք ունեցող կառույցներ են, բայց այստեղ կա մի բայց։ Ամեն դեպքում դրանք բաղկացած են հայ մարդկանցից։ Եւ այնտեղ ես երբեք չեմ ասել, որ նրանք բոլորը ուրեմն սրիկաներ են կամ բոլորը ռուսական գործակալներ են կամ թեկուզ ազդեցության գործակալներ են։ Ես ավելին կարող եմ հիմա ասել, մի քիչ ավելի փակագծերը բացել։ Ես գիտեմ այնտեղ մարդկանց, բոլոր կուսակցություններում ընդ որում, որոնք որ այսօր այսպես դիրքավորված են որպես Ռուսաստանի շահերը սպասարկող ըստեյության, լինեն դե հարապետականները, քոչարանականները, դաշնակները, ուզում ելնի, բոլոր տեղերում էլ ես գիտեմ մարդկանց, ովքեր որ շատ թե քիչ հայրենասեր մարդիկ են եւ իրենց էլ դուր չի գալիս ինչ է արել Ռուսաստանը մեր հետ։ Իրենք էլ են հրաշալի հասկանում, թե Ռուսաստանի նպատակները որոնք են, իրենց նաև օգտագործելու եւ այնպես չի որ հաճույքով օգտագործվում են։ Ավելին ասեմ, շատ դեպքերում սաբոտաժ են անում, բոլոր են հրահանգներ, որ իրենց իջեցվում է։ Եվ դա ներքին ազգային դիմադրողականության հարց է, որտեղ ամեն դեպքում սա մենք կայացած ազգ ենք, հայ ժողովուրդը կայացած ազգ է, հա, եւ եթե կա որոշակի միակարծություն ժողովրդի մեծամասնության մեջ, չի կարող դա չվերաբերել թեկուզ այդ ուժերի ներսում ծվարած փոքրամասնություն հանդիսացող, բայց շատ դեպքերում շատ ազդեցիկ մարդկանց, որոնք կարող են ազդել այդ ուժերի քաղաքականության վրա։ Այդ մեկ։ Երկրորդը, այդ ուժերի միջև էլ կան հակասություններ, այնպես չի որ իրենք միակարծիք են, օրինակ ապագա պլանների վերաբերյալ, թե եթե հանգած ստացվի իրենց մոտ իշխանափոխություն, ում է պատկանալու այդ իշխանությունը, այնտեղ ներքին տեսնում ենք ինչ գզվրտոց է գնում, հա, այդ առումով։ Երրորդ, այնտեղ կա տարբեր հերավորություններ Ռուսաստանից։ Հա, կան քոչարանականներ, որոնք որ շատ սերտ են Ռուսաստանի հետ, կան հանրապետականներ, որոնք ռետորաբանորեն շատ սերտ են, բայց ամեն դեպքում ինչ որ դիստանցիա պահում են եւ դեռ ԵԺԿ անդամ են, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ են, ու դիտորդ անդամ են, բայց ամեն դեպքում, հա, այդ կապերը չեն խզում եւ իրենց դեռ չեն էլ վտարել այնտեղից, թե իրենք այնքան բան են անել, որ վաղուց կարելի է վտարել հակաեվրոպական նկատի ունեն բաներ եւ հակաժողովրդավարական։ Կան դաշնակցություն, որ էլի ներսում շատ խայտաբղետ բաներ կան, որոնք որ ընդհանրապես դաշնակցությունը հայրենասիրական այսպես բանի վրա չէ կառուցված եւ հնարավոր չէր բոլորին գործակալ սարքել կամ ազդեցության գործակալ է, թե այնտեղ հայրենասեր իրոք մարդիկ կան, մի քիչ ուղեղ ունեցող, բնականաբար հասկանում են ինչա կատարվում եւ ներսից իրենց գործը ոչ թե Նիկոլ Փաշինյանի օգտին, այլ Հայաստանի Հանրապետության օգտին անում են եւ անելու են եւ փառքուպատիվ իրենց։ Հիմա շատ չենք խորանում ով են դրանք եւ այլն, որ նաեւ հարվածի տակ չդնենք բնականաբար։ Բայց այն որ իրենք օգտագործելու են մեծ հաշվով, հա, այդ նկատի ունեմ այդ Ռուսաստանի սպասարկող ուժերը օգտագործելու են տարբեր մեր զգայուն լարերի վրա խաղացող նարատիվներ, այդ թվում հակաթուրքականությունը օրինակ, անընդհատ հենց գիտեն, թե հայերի մեջ դե հակաթուրքականություն տարածված է, որ դե անհիմն չի։ Ցեղասպանության հարց է եղել, վտանգ կա թուրքական, վերջով Արցախյան պատերազմում 44 օրյա Թուրքիայի մասնակցություն եւ այլն, բայց այդ ամենը չի շնակում, որ մենք պետք է շարունակենք ուրեմն լարել եւ ավելի վատացնել հարաբերությունները, այն դեպքում, երբ որ Իրանի ճանապարհը արդեն փակվում է, ըստեյության լոգիստիկ խնդիրներ ունենք, որ փոխվարչապետը նույնիսկ ասեց Վրաստանում խոչընդոտներ են հարուցվում մեր ապրանքների հանդեպ, որտեղ ես կարծում եմ Ռուսաստանի հորդորով նաև, որտեղ Ռուսաստանը ինքը չի կարողանում դա անել, որտեղ Հայաստանը միանգամից ԵԱՏՄ-ից դուրս կգա, իսկ sense Վրաստանն է անում, ասում ենք ինչ մեղք ունենք, հա, ռուսները կարող են ասել, եւ ուրեմն ինչ պետք է անի Հայաստանը, որպեսզի գոնե ինչ որ նորմալ արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհ ձեռք բերի։ Բնականաբար Թուրքիայի սահմանն է մնում, այլ չեմ ասում, որ ցամաքային միակ սահմանը Եվրոմիության հետ, որտեղ Թուրքիան ինքը Եվրոմիության տեխնացու անդամ է արդեն, ոնց որ Վրաստանը։ Իդեպ Վրաստանի դեպքում դա սառեցվեց, Թուրքիայի դեպքում չի սառեցվել։ Երկուսն էլ նաև մաքսային գոտու անդամ են Եվրոմիության։ Եվ հենց որ Թուրքիայի հետ սահմանը բացվի, իսկ նաև այս այցերը, շփումները դրան են միտված,
բնականաբար մենք կունենանք շատ թեքիչ ապահով արտաքին տնտեսական քաղաքականություն եւ առևտուր եւ հարաբերություններ աշխարհի հետ։ Մենք չգիտենք Իրանի եւ Վրաստանի հետ դեպի վատը կգնա թե դեպի լավը։ Ես միևնույնն է չեմ կարողանում հասկանալ Ռուսաստանի լավ, ընդունում եմ, որ Ռուսաստանը փորձում է ինչ-որ բաներ անել, փորձում է ինչ-որ դերակատարների միջոցով անել, բայց ես չեմ կարողանում հասկանալ այն համառությունը, որով Ռուսաստանը անընդհատ փորձում է այդ ամենը անել արդեն մարած արժեթղթերի հետ, մարած օբլիգացիաների միջոցով, այսինքն մարդկանց միջոցով, որոնք վարկանիշ ըստեյության չունեն, հեղինակություն չունեն, երբ կոնկրետ քաղաքական որևէ մեկի անունը չեմ տալու, որ հանկարծ վիրավորանք չընկալվի, բայց ասենք ցանկացած այդ մեկին որևէ տեղ որ տեսնում ես, այդ նշանակում է այդ գործողությունը գնալու է տապալման, որովհետև ժողովուրդը շատ ավելի է զզվում այդ մարդկանցից բառացիորեն, քան հիմիկվա այս սերնդի բոլոր չինովնիկներից իրար հետ վերցրած։ Միանշանակ համամիտ եմ ձեր հետ։ Ճիշտ է, Սամվել Կարապետյանին դա չի վերաբերում կոնկրետ, բայց Սամվել Կարապետյանի մասով էլ իրենք չեն հաշվարկել, որ կա հայկական էլեկտրացանցերի խնդիր։ Եվ երբ որ կառավարությունը, իշխանությունը Նիկոլ Փաշինյանը Սամվելին թիրախավորելուց բացի նաև ասես պետք է սեփականաշնորհենք, ազգայնացնենք, այսինքն պետականացնենք, ներողություն ուշացրեք, պետականացնենք այդ ձեռնարկությունը, դուք հարցումները նայեք, բնակության բացարձակ մեծամասնությունը ասում է ճիշտ է։ Որտեվ շատ դեպքերում չէր կապվում անձի հետ այն դժգոհությունը, որ կար էլեկտրացանցերի աշխատանքի հետ, չէր կապվում Սամվել Կարապետյանի հետ, կապվում էր կառավարության հետ։ Ասում են, դες ինչ բարդակ եք ներողություն արտահայտության համար սարքել հոսանքի հետ կապված։ Բոլորիս տներում հոսանքը անդադ գնում է, սարքավորումները փչանում են, շատ տեղերում նույնիսկ հովարային անջատումներ են մարզերում անում։ Բնականաբար դժգոհությունը կառավարությունից էր։ Բայց երբ որ հիմա կառավարությունը ասում է, ես տեսնում եմ ով է պատասխանատուն եւ ես տանձնում եմ պատասխանատվությունը վերցնել նրա ձեռքից եւ կարգի բերել դա, բնակչությունը ասում է, ճիշտ ես անում։ Հարցումներ դա են ցույց տալիս։ Եվ դա ճիշտ են հաշվարկել իշխանությունները, երբ որ թիրախավորումը Սամվել Կարապետյանի կապեցին նաև դրա հետ։ Էլ չեմ խոսում նաև արտաքին ազդեցությունները, որը Հայաստանի հասարակությունը այլևս չի ընդունում։ Բայց ընդունեք, որ միևս մի ընկերություն ունենք մենք Հայաստանում գործող, որը Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ այսպես շաբաթը մեկը գոնե կամ ամիսը մեկ անգամ, ասենք, մրցում են թե ով է ավելի վատ աշխատում, դա Veolia ջուրն է, որը ֆրանսիական կապիտալով է աշխատում։ Բայց հակաֆրանսիական տրամադրություններ Հայաստանում չկան։ Դե պետք է իշխանություններին հարցնել, բնականաբար դա կապ ունի նրա հետ, որ Veolia ջուրի ղեկավարները չեն մասնակցում, քիթները չեն խոթում ներքաղաքական հարցերի մեջ։ Այդ մեկ, երկրորդը ամեն դեպքում դա հնարավոր է հետները բանակցելու ինչ որ բանի եզրահանգման դրական գալ։ Եթե չէ, դա էլ է պետք ուրեմն վերցնել իրենց ձեռքից, դա սեփականաշնորհված ընկերություն չի, ընդամենը կառավարման է հանձնված, եթե լավ չեն անում, կարելի է խզել, ինչ է դա նշանակում 70% կորուստ ջրի։ Չեք կարողանում ապահովել դրանց ստաբիլ պլանավորված նվազեցում այդ կորուստների, ուրեմն հանձնեք նրան, ով կարողանա։ Իսկ իրականում այդ Veolia ջուրը ֆրանսիական են ասում, բայց այդտեղի լրիվ այդ նույն հին մարդիկ են աշխատողները, այդ թվում շատ բարձրաստիճան, որոնք սովոր են այնտեղ ներողություն արտահայտելուց գողանալու այդ ամեն ինչը, ատկատներ անելու, ըստ այնտեղ պատվերներ տալուց փող աշխատելու եւ դրա համար էլ այս վիճակում ենք, որտեղ պետք է աշխատի հակակոռուպցիոն կոմիտեն, էլի պետություն իր գործ ունի անելու։ Անկախ նրանից ում սեփականությունը արտաքին ինչ ուժի, ինչ նաև կառավարման, ումը հանձնված կառավարման, բայց մեր օրենքներն են գործում, իսկ մեր օրենքների պաշտպանելը դրված է իրավապահ մարմինների վրա, որը որ Հայաստանի Հանրապետությանն է ենթարկվում, ոչ թե Ռուսաստանին կամ Ֆրանսիային։ Այնպես որ այդ իմաստով կառավարությունը շատ բան ունի անելի։ Բայց հիմա տեսեք, հիմա մենք հայտնվել ենք մի իրավիճակում, լավ է, տնտեսական գործոնը մի պահ դնենք մի կողմ, մենք ունենք վտանգ արտաքին, ըստ էության բավական ռեալ վտանգ կա, ընդունենք հաշվի առնելով, որ ուղղակի է անվտանգային այն բոլոր երաշխիքները, որ ժամանակին աշխատում են, իրենք չկան։ Ռուսաստանը որպես անվտանգության երաշխավոր չկա։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը որպես այդպեսին չկա, հա։ Այսպես հերթով կարող ենք թվարկել Եվրամիությունը անվտանգային իմաստով դեռևս այնքան ճանապարհ ունի անցնելու, որ չգիտեմ այդ ճանապարհը ինչ որ գործ անում է։ Հա, ինչ որ գործ անում է, բայց չգիտեմ, երբ կհասնի գոնե մի կետի, որը կարելի է համարել միջնակետ, ենթադրենք, հա։ Կա նաև որոշակի դուք ունեք այդ մտավախությունը, որ Ռուսաստանը փորձելու է Հայաստանում ներքաղաքական որոշակի ցնցումների բերել։ Հիմա ինչպես անել, որ այս երկուսը հանկարծ իրար չխառնվեն։ Սկսենք նրանից, որ այդ ամեն ինչը ավելի պարտավորեցնող է դարձնում Հայաստանի իշխանությունների համար հարևանների հետ լեզու գտնելու եւ այդ ռիսկերը կառավարելու քաղաքականությունը հենց դրան է միտված, ավելի պարտավորեցնող է այդ ամեն ինչը։
Երկրորդը իհարկե նոր դաշնակիցների փնտրտուքը պետք է շարունակվի եւ նոր անվտանգային դաշինքների մեջ ինչ որ ձև ներգրավելը պետք է շարունակվի, եթե նախորդը չի գործում, դու նորը պետք է գտնես, որտեվ օդի մեջ չեն կարող մնանք։ Հայաստանը այն երկիրը չի, որ կարողանա այսպես հայտարարել, որ մենք չեզոք ենք ու ուրախ մնա հույս ունենալով, դե որ չեզոք ենք, ոչ մեկ ձեռ չի տա, այդպես չի։ Եվ այդ իմաստով ինչքան ռազմական համագործակցության կապերը եվրոպական հատկապես միության հետ, միության երկրների հետ, Միացյալ Նահանգների հետ խորացվեն, Հնդկաստանի հետ խորացվեն, ինչքան մենք կարողանանք նաև Թուրքիայի հետ հարաբերությունները գոնե լիցքաթափելով այս լարվածությունը նվազեցնել վտանգները այնտեղից եկող, թեև Թուրքիան Հայաստանի դեմ կոնկրետ երբեք որևէ սպառնալիք չի հնչեցրել, բայց Ադրբեջանն աջակցելու մասով ինքը դեռ շարունակում է մնալ այդ օրակարգում, հա, որտեղ ծառայեցնում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների օրակարգը, Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների օրակարգին, որը որ էլի ցանկալի չի մեր համար։ Եվ վերջիվերջո հենց նույն Ադրբեջանի հետ թեկուզ միջնորդների ճնշումների ներքո, թեկուզ արևմուտքի ճնշումների ներքո, ինչ որ մի եզրահանգման գալու, ինչ որ մի փաստաթուղթ ստորագրելու, այդ որը որ իհարկե տեսնում ենք, որ Ադրբեջանը դրան չի գնում, հասկանալով նաև Հայաստանը ինչ դժվար վիճակում է եւ փորձելով մաքսիմալը քաղել։ Բայց մյուս կողմից իհարկե այդ ամեն ինչ չպետք է վերածվի այսպես խնդրելու, մուրալու քաղաքականության, որտեղ դա երբ որ դու սկսում ես ինչ որ մեկը զգում է, որ դու շատ ես իրանից ինչ որ բան ուզում, ինքը սկսում է ավելի թանկացնել այն ինչ որ դու ուզում ես իրանից։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։